Ինչ այս տարկեք փողոցները։ Ասֆալտները լրիսավուցա չէ։ Հազարավոր վիրավորական բառերի փոխարեն երկար ազդանշան են տալիս իշխանության ձեռքը փոստն ընկածները։ Մեքենաները ջարդուխուրդ են լինում, վարորդները շաբաթը մեկ նորոգում են։ Բոլոր տեսակի վնասներ, խադավոյ փչանման։ Բոլորի մեքենաները ջարդվում է կոնկրետ, ասենք Եվրոպայից բերում են 30 տարվա ավտոմոբիլ վնասված ճիշտ է, մի ամսով վնասվում է ավտոմոբիլը։ Փոսերը նաև պատճառ են դառնում, որ շատ վարորդներ կամքից անկախ խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները։ Փոսը շրջանցելու համար երթևեկում են հանդիպակաց գոտիով, վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։ Ճանապարհափոսերը ամենուր են քաղաքի կենտրոնից մինչև ծայրամասեր։ Տիգրան Մեծում, Արինբերդում, Մալաթիայում, Մերգելյանում, նույնիսկ ներքին գործերի նախարարության մոտ Հերացի փողոցում։ Լավ ասֆալտ անելուց, որ որակով են անում աշխատանքը, դրա համար փչանում այժմ։ Որակ չունի, դիմիկ ասֆալտն ինչ որակ, այնքան որ սևացնում են։ Ձմեռը կրկնակի մեծացրել ու խորացրել է փոսերը։ Վարորդների խոսքով առատ ձյունը քարուքանդ է արել բարակ ասֆալտով ճանապարհները։ Հաջորդ տարի նոր մեթոդներ է ուզում կիրառել Երևանի քաղաքապետարանը, աղաջուր կլցնեն փողոցներում նախքան տեղումները։ Նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որոնք որ պետք է մենք էլ փորձարկենք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախորոքցանումը փողոցներում։ Այս ձմեռ էլ լավ են աշխատել, վստահեցնում է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Աղ ու ավազ չեն խնայել։ 1000 տոննա ավազի խառնուրդ ենք ծախսել այդ երկու գիշերը։ Երբ որ 10,000 տոննա ծախսել ենք այս դեկտեմբերի 27-ից մինչև 23-ը հունվար։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածը հազիվ 5000-6000 տոննա է եղել։ Ձյունը շարունակում է կոլապսի ենթարկել Երևանը։ Խցանված փողոցներ, շատացած վթարներ եւ չլցվող փոսեր, որոնք ձյան պատճառով թաքնված թակարդ են դառնում վարորդների համար։ Հունվարի 23-ին գերծանրաբեռնված Երևանում նույնիսկ ճանապարհ մաքրող մեքենաները չեն կարողացել կենտրոն հասնել։ Պարեկային ծառայությունն է ճանապարհ ազատել նրանց համար։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։